Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, եթե հենց նոր եք արտացել, ես հիշեցնեմ, որ ընթացքի մեջ է բարև երկիրը ու հիմա ճիշտ ժամանակն է բացել կամ հակառակը փակել սառնարանի դուռը եւ այն բոլոր մթերքները դեն նետել, վստահ եմ մեր հյուրը այդ խորհուրդն է տալու, որոնք պահպանվել են դեռ դեկտեմբերի 25, 26, իհարկե հույս ունենանք, որ որոշ տներում դեկտեմբերի 31-ից, բայց էլի կարծում եմ, որ արդեն հնացած են։ Խոսելու ենք իհարկե օրգանիզմը վերականգնելուց եւ ընդհանրապես ճիշտ սնվելուց եւ ճիշտ համադրություններից սննդային։ Մեր հյուրին Արմինեն թող ներկայացնի, որովհետև մինչ եթերը արդեն շատ ակտիվ հասցրեցինք զրուցել։ Մեր հյուրը Գիտությունների ազգային ակադեմիայի էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանն է, ողջույն Դավիթ։ Շնորհավոր անցած կամ արդեն անցնող տոները։ Դե մենք արդեն որոշեցինք, որ մինչև 13 տոն է, հետևապես շնորհավորում ենք մեր գործող կյանքում տոները, կարելի է գոնե արդյոք օգտվել եւ մինչև 13-ը շնորհավորել միմյանց։ Այո։ Իսկապես շնորհավոր, թող տարին առաջին հերթին լինի առողջ, բարեբեր, հաջողակ։ Ինչպես եք, ինչպես անցկացրեցիք տոները, սկսենք դրանից։ Նախ պետք է ասեմ, որ տոները ինձ համար շատ ուրախալի առիթ են, որովհետև երևի վերջին տարիներին միակ ազատ օրերն է, որ հնարավորություն է լինում մնալ տանը եւ մինչեւ դեկտեմբերի 30 ծանր գրաֆիկով աշխատանքից հետո իհարկե այդ մթնոլորտը ուտելիքները, լավ միջավայրը, հյուրերը, ընկերները, որոնք գալիս են շնորհավորելու, ինչ խոսք շատ դրական տրամադրություն է եւ տարեսկիզբը բավականին հաճելի է եւ պետք է ասեմ, որ ես եւս շնորհավորում եմ ձեզ եւ ամենակարևորը ցանկանում եմ, որ ձեր ընտանիքներում եւ մեր երկրում լինի խաղաղություն, առողջություն եւ բարեկեցություն։ Խոսելով առողջությունից, թերևս առաջին հարցը այն է, թե նոր տարվա այդ խառը համադրություններից հետո ինչպես կարելի է արագ գոնե վերականգնվել եւ ինչպիսի համադրություններով սնվել, որպեսզի օրգանիզմը վերականգնվի եւ անցնի այդ ամենի միջով։ Շատ լավ։ Իհարկե կուզեմ երկու մասի բաժանենք հարցը, որովհետեւ գրեթե բոլորը Հայաստանում տոնական օրերին սխալ են պլանավորում ուտելիքները եւ միշտ շատ մեծ քանակությամբ ուտելիք են ձեռք բերում։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ նախ տոներից առաջ են սկսում մթերքները առնել։ Ես ինքս ապրում եմ Երևանում, մտնում եմ խանութներ եւ տեսնում եմ, թե նախատոնական օրերին, ինչպիսի ակտիվություն է խանութներում, ավելին ասեմ, ակնհայտ նկատելի էր, որ օրինակ դեկտեմբերի 20-ից 27 ընկած ժամանակահատվածում խանութներում շատ ավելի եռուզեռ էր, քան 27-ից հետո, որովհետև մարդիկ ցանկանում են խուսափել հերթերից, չեն ցանկանում այդքան մեծ ուրեմն աժոտաժի մեջ լինել, որի արդյունքում ստացվում է, որ շատ ավելի վաղ են սկսում ուտելիքները պահեստավորել։ Դավիթ, ներողություն, իհարկե հիշենք խոսքը շարունակենք, բայց այդ մթերքները, այն մթերքները եւ այն ուտեստներն են պատրաստվում այդ օրերին, որոնք գնում են սառցախցիկ եւ այդպես կարելի է կարծեմ, եթե սխալվում եմ ուղեք, չէ, մինչեւ 3 ամիս նույնիսկ պահպանել։ Այդ նրբաբլիթներից սկսած մինչեւ այդ կոտլետներով վերջացրած։ Ահա, տեսեք, դա շատ կարեւոր է պահպանումը, իսկապես, որովհետեւ ոչ բոլորն են պահպանում սառցախցիկում, հատկապես եթե այս տոնական օրերն են եւ մարդիկ սպասում են հյուրերի, որոշակի խմբականակ պահպանում են սառցախցիկում, ավելի ուշ օրերի համար եւ որոշակի խմբականակներ պահպանում են սառնարանում, բայց չենք մոռանում, որ միայն նրբաբլիթները չեն կամ կոտլետները չեն, որովհետեւ մենք օրինակ բազմաթիվ դեպքեր կան, ես նաեւ նկատում եմ խանութներում, գիտեք, տոնական վերջին օրերին արդեն կտրատման գործընթաց չի անում խանութը, որ կարողանա հասցնել եւ մարդիկ նախապես սկսում են կտրատել տալ այդ երշիկեղենը, մսամթերքը եւ բոլորին չնայած ամեն տարի հիշեցնում ենք, որ կտրատված վիճակում շատ կարճ է պիտանիության ժամկետը, ավելին մենք սեղանին ունենք խոզի ազդրամիս, որը որ մարդիկ չեն հասցնում 1-2 օրվա ընթացքում սպառել, շատ երկար ժամանակ այդ խոզի ազդրամիսը դնում են սեղանին, այսինքն պլյուսային ջերմաստիճաններում, ջերմային ռեժիմի խախտումներ են իրականացնում։ Դրա համար խորհուրդ համար 1 ազատվել բոլոր ժամկետանց ուտելիքներից։ Բայց ազատվել ոչ թե պիցա պատրաստելով, այլ աղբը նետել։ Տեսեք, հիմա ես մի փոքր պետք է լինեմ պոպուլիստ, որովհետև գիտեք, ես նկատել եմ վերջին տարիներին, որ ոչ թե մենք ենք պարտադրում հանրությանը, որ ճիշտ կանոններով առաջնորդվեն, այլ հակառակը ինչ որ մեղման քաղաքականություն ենք մշակում, որովհետև մենք որքան էլ ասենք, մարդիկ չեն նետելու այդ ուտելիքները, հետևապես շատ կարևոր է, ուրեմն խորհուրդ համար 1. Եթե ապրանքը արդեն կորցրել է ապրանքային տեսքը,
Այսինքն օրինակ խոզի ազդրամսին արդեն տեսնում եք, որ առաջնային թարմություն չի, հա, արդեն տեսնում եք, որ լորձապատված է։ Եթե տեսնում եք, որ ապրանքը փոխել է համային, հոտային հատկանիշները հատկապես, հա, դա ակնհայտ է։ Ես բոլորին խնդրում եմ, որ իրենց ընտանիքներին ռիսկի չենթարկեն։ Բայց այնուամենայնիվ կան որոշակի դեպքեր եւ որոշակի ջերմային մշակման մեթոդներ, որոնք ի վիճակի են նվազեցնել ռիսկը։ Օրինակ, նույն չորացրած պանիրների պարագայում, եթե երկարաժամկետ, օրինակ, եփման ես ենթարկում ջերմային մշակման, ռիսկերը նվազում են։ Այսինքն, այդ պանիրներով կարելի է պատրաստել հալած պանիր, այդ պանիրներով կարելի է պատրաստել երկար եփվող պանային սոուսներ, այսինքն ոչ թե պարզապես հալածնել, այլ երբ որ երկար ջերմային մշակման ենք ենթարկում մի քանի րոպե, որպեսզի կարողանանք ռիսկերը նվազեցնել։ Բայց նույն մսամթերքը ջերմային նոր երբ եփում են նորից դնում են, դա ինչ որ իրավիճակը փրկում է, թե ավելի վատացնում է։ Տեսեք, ընդհանրապես ամենապրոբլեմատիկ, հա, մեր խնդրահարույց պահպանման կանոնների մեջ մտնում է ջերմային ռեժիմի խախտումը։ Այսինքն, օրինակ նույն ազնամիսը մարդկանց որ թվում է, որ երեկոյան ժամին դնում են սառնարան, հետո առավոտյան տեղադրում են, հա, կամ կապակում են, իրենց թվում է, թե դրանով խնդիրները լուծվում են, բայց դրանով խնդիրները չեն լուծվում։ Նախ շատ կարևոր է ի սկզբանե դուք ինչպես եք պատրաստել խոզի ազնամիսը, հա, այսինքն որքան է եփված, մսեղիքի խորքում, օրինակ դուք կարողացել եք ապահովել պատշաճ եփում։ Ես իհարկե, քանի որ ձեր հետ նաև սոցիալական ցանցերում եմ ընկերություն անում, գիտեք, հաճախ անդրադառնում եմ նաև մեկնաբանություններին, որոնք արվում են մարդկանց կողմից, իհարկե ինձ համար դրանք բարձր տրամադրություն են ապահովում, հատկապես այդ վատ մեկնաբանությունները։ Վերջերս այդ ինչպես պատրաստել խոզի ազդրամիս, մեկը մեկնաբանություն էր գրել, որ տղա ջան, քո գրած ռեժիմով այդ խոզի ազդրամսից կմնա միայն պեչենի, ինչ որ նմանատիպ բան էր գրել, բայց ես ուզում եմ բոլորին, այդ թվում ձեր հեռուստադիտողներին ասել, որ ես բացի նրանից, որ հա տեսական սննդագիտություն գիտեմ, ես շատ սիրում եմ խոհանոց եւ ցանկացած խորհուրդ որ տալիս եմ, ես հավաստիացնում եմ, որ ես դա պատրաստել եմ, հետեւապես ուզում եմ ասել, որ լավ եփված խոզի ազդրամիսը շատ կարևոր է։ Երբ մարդկանց բացատրում ես, որ երկար եփումը կարևոր է, որ մսեղիքի խորքում լավ եփվի միսը, որովհետև երբ լավ չի եփվում, դա էլ է նպաստում արագ փչացմանը։ Այդտեղից պետք է սկսեք ասել, որ դա երաշխիք է երկար դա երաշխիք է երկար պահպանման, այսինքն եթե օրինակ սովորական օրերին դուք կուզեք ավելի հյութալի, ավելի հյութեղ խոզի ազնամիս ունենալ, հաշվի առեք, որ դուք դա չեք սպառելու 24 ժամվա ընթացքում, հետևաբար շատ կարևոր է, որ բոլոր շերտերում միսը լինի պատշաճ եփված։ Եվ արդեն այս օրերին, երբ մենք ունենք հետտոնական, արդեն եռուզեռի աստիճանական ուրեմն անցում դեպի աշխատանքային գրաֆիկի, շատ կարևոր մի արտահայտություն կա, որ շատ եմ սիրում, իհարկե իտալական է ասացվածքը, քանի որ իրենց մոտ Սուրբ Ծնունդն է առաջինը, հետոնոր ամանորը, ես տեղերը իհարկե կփոխեմ, ասում եմ ինչ անենք, որ չգիրանանք նոր տարուց դեպի Սուրբ Ծնունդ, ասում եմ դուք այդ մասին պետք է մտածեք Սուրբ Ծննդից մինչև ամանոր, այսինքն նաև այն բոլոր խորհուրդները, բոլոր կանոնները, որոնք ընդհանրապես մարդու բարեկեցության համար են, սա էլ է շատ կարևոր։ Կուզեմ այսօրվա եթերի մեջ ավելի այդ շեշտադրումը տանենք, որ մարդկանց համար եւս հասկանալի լինի, ինչու որովհետեւ գիտեք ընդհանրապես գիտնականները, որոնք որ աշխատում են եւ ներառված են հանրային իրազեկման գործընթացում, գիտեք, որ նրանք շատ խոցելի են, այսինքն միշտ չէ եւ ոչ բոլոր գիտնականներն են, որ պատրաստ են մտնել այդ մեկնաբանությունները կարդալ, իսկ մենք ոչ երգիչներ ենք, ոչ արվեստը, չնայած երգիչներին են գրում, չէ, ի նկատի ունեմ, մենք չպետք է վախենանք այդ մեկնաբանություններից եւ հաճախ օրինակ ես այն գործընկերներս, որոնք որ հրաժարվում են, այդ ուրեմն հաղորդումներից, որոնք հատկապես մարդկանց կողմից հետո գիտեն այդ կարճ կրճատված տարբերակները շատ ավելի մեկնաբանություններ են ստանում, մենք չենք վախենում, այսինքն եւ չպետք է վախենանք։ Մենք պետք է աշխատենք ոչ թե այն մարդկանց, որոնք մտնում են եւ քեզ սկսում են սովորեցնել, որն է ճիշտը իրականում բացարձակապես ոլորտից գաղափար չունենալով, այլ մենք հետևում ենք, մեզ հետևում են մարդիկ եւ անում են փոփոխություններ, պարտադիր չի, որ նրանք լինեն մեծականակ։ Ամեն հաղորդումից հետո, եթե 2 հոգի, 3 հոգի էլ ճիշտ կանոնները սովորի, մենք համարում ենք, որ մեր գործը ծառայել է իր նպատակին։ Հիմա տեսեք, այս առումով էլ շատ կարևոր է մենք հասկանանք, որ սննդի ռիսկը եւ օգուտը որն է։ Նոր, մենք ծրագիր ունենք, որը Դանիայի տեխնիկական համալսարանի հետ ենք իրականացնում,
Մենք պետք է մշակութային այդ փոփոխությունը մինչև անհատական մակարդակով եւս չընդունենք եւ չհասկանանք, մեր սնման սովորույթները մենք չենք փոխի։ Եվ որն է այդ ճանապարհը, Դավիթ, ես կարծում եմ, որ սոցիալական հարթակներում, ինչպես նշեցիք, հա, այդ հրապարակումներն անելով, մեկնաբանությունները հարց ու պատասխանների արդյունքում, այդ գրագիտությունն եւ փորձառությունը ի վերջո սպառողը մենք ենք, չէ՞, դուք փոխանցում եք եւ այդպես այդ երկխոսությունը ստացվում է, կարծում եմ ավելի գրագետ է դառնում հանրությունը այս առումով, քան, ինչպես ասացիք, մասնակցելով վարպետության դասերին, տարատեսակ, չգիտեմ, կոնֆերանսներ կազմակերպելով, հաստափոր գրքեր գրելով Եվ այո, ոչ բոլորն են ձեզ նման, որ կարողանում են այդ երկխոսությունը պահել հանրության հետ։ Բայց բացի երկխոսությունից հանրությունը պետք է պատրաստ լինի ընդունել եւ հասկանալ հանրային ընկալումը փոխելու խնդիրը։ Այո, սա շատ կարևոր է հանրային ընկալման հետ կապված, հատկապես հայ սպառողները, սա եւս շատ կարևոր առանձնահատկություն է։ Ես գիտեք, հա, տարվա ընթացքում նաեւ այլ երկրում եմ աշխատում, հա, մեկնում եմ նաեւ այնտեղ եւ հստակ եւ ակնհայտ տարբերություններ կա հասարակությունների։ Որն է այդ տարբերությունները։ Առաջին հերթին դե բնական է այնտեղ եւս, հա, ինչ որ տարբեր միջոցառումների է հրավիրված լինում եւ այնտեղ բոլորը քեզ հարցեր են տալիս, որն է ճիշտը։ Հայաստանում քեզ հարցը տալիս են ոչ թե սովորելու համար, այլ հատկապես քեզ հակադարձելու համար, որ իմ պապը ուտում էր, իմ պապը խմում էր, կներեք, բայց նաև ես գիտեք գործի բնույթով այնպես է, որ ստիպված պետք է նայեմ նաև գործընկերներիս հանրային իրազեկումները, եւ ես ակնհայտ տարբերում եմ այն ելույթները եւ այն մասնագետներին, որոնց խոսքը ուղղված է լայք հավաքելով։ Սա էլ է շատ կարևոր։ Ես քանի որ կոմերցիոն բնույթի մասնագետ չեմ, այսինքն իմ գործը բացարձակապես կոմերցիոն չէ, ես անհատական խորհրդատվություններ չեմ իրականացնում, արտադրողների հետ չեմ աշխատում, ես չունեմ այդ խնդիրը, բայց այն մասնագետը, որ կարիք ունի կամ հա, այդ հետագայում դա նպաստելու է իր չգիտեմ, անհատական վարկանիշին, նրանք ստիպված են լինում նաև իրենց այդ խոսքը, այդ ամենը կազմակերպել այդ տիրույթում։ Հիմա դրա հետ կապված ասեմ շատ կարևոր մի բան։ Ընդհանրապես սննդի ռիսկերը եւ օգուտները, եթե մենք սովորենք տարբերել, ամենակարևոր բանը դա մենք իրականացնում ենք մեր առողջության եւ հանրային առողջության համար։ Ինչու եմ սա ասում, որովհետեւ վերջին տարիներին հատկապես նայում եմ հա նոր սերունդի մայրիկներին, մենք չունենք այդ պատկերացումը ռիսկի եւ օգուտի։ Ինչ որ միտեղ մտնում են, ինչ որ մի հոլովակ են կարդում, որ օրինակ այսինչ բանը վտանգավոր է, իրականում օրինակ կարող է բացարձակ վտանգավոր չլինի, որտեղ իրենք չեն կարող, չէ, գրագիտության մակարդակը չունեն, որ հասկանան, որ աղբյուրներից է ստացվում։ Եվ արդյունքում նայում ես, երեխային տալիս են օրինակ կարտոֆիլի ֆրի, տալիս են ամենավնասակար ուտելիքները, ամենավնասակար ժելեները, կոնֆետները, բայց օրինակ թեյ չի կարելի։ Այսինքն մենք որոշակի սննդային նորաձևություն է, հա, տարածվում, որը այդքան էլ օգտակար չէ, բայց քանի որ տեսել են սոցցանցերում, ինչ որ մեկը դա այդպես է արել, նրանք կրկնում են, արդյոք սա նորմալ է։ Բացի դրանից, տեսեք, ունենք շատ ավելի կարևոր խնդիր, որ մենք չենք հետևում։ Մենք ընդհանրապես սնունդը երբ օգտագործում ենք, դա մեր Հայաստանում որոշակի ժամանակ արդեն մարդկանց մոտ օրինակ կհիշեք, հա 20 տարի առաջ ոչ ոք չէր մտնում խանութ պիտանիության ժամկետ հետևում։ Հիմա արդեն տեսեք մենք ունենք հա այդ մշակութային փոփոխությունը, որ մարդիկ հետևում են, բայց օրինակ նույն սննդային, երբ որ նայում ենք մակնշումները, սննդային արժեք, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, մարդիկ չեն հետևում եւ պատկերացում չունեն, ռեալ։ Ես մի դեպք նաեւ տաղավարից առաջ զրուցում էինք, տեսեք, տարական օրինակ բերեմ, աղի հետ կապված։ Երբ որ մենք նախորդ տարի հաղորդում էինք նկարում եւ տաղավարային էր, այսինքն քվեարկության հնարավորություն ունեին, ես ընտրեցի Վահեին հաղորդավարին, որ հաղորդումից առաջ կազմակերպենք քվեարկություն, որպեսզի մարդիկ պատասխանեն արդյոք իրենք կարծում են թե աղը գերազանցում են եւ հաղորդումից հետո։ Պատկերը միանգամից փոխվեց։ Կապ չունի, որ մի փոքր լսարանի համար էինք աշխատում։ Մարդկանց թվում է, թե իրենք աղը օգտագործում են ճաշերի մեջ կամ աղին հա պատրաստի ուտելիքներին աղավելացնելով։ Դա բացարձակ միֆ է։ Դուք որ ուզենաք մեծագույն ցանկություն ունենաք աղի այնքան քանակություն ավելացնել, որքան դուք ստանում եք օրինակ հացից, պանրից, որ ուզենաք, ես ձեզ հավաստիացնում եմ, որպես նորից եմ ասում, խոհանոցին լավ ծանոթ մարդ, որը գիտի, հա, ինչքան աղ ի վիճակի է ուտելիքը, հա, պատրաստի ուտելիքին չեք կարող դուք այդ քանակությամբ աղ ավելացնել։ Որպեսզի թվերով խոսենք, մեր հայկական հացերի տեսականում մեջ մեծամասնությունը հացերի պարունակում է 100 գրամում 1.5-ից 2 գրամ աղ, իսկ պանիրները 3.5-ից մինչև 7։
Հիմա պատկերացրեք, եթե դուք լավաշ եք օգտագործել 2 գրամ աղ է պարունակում 100 գրամ, այսինքն եթե դուք օգտագործեք ընդամենը 150 գրամ լավաշ եւ օգտագործեք 100 գրամ պանիր, արդեն ձեր օրական աղի նորմա դուք գերազանցելու եք։ Ավելին ասեմ, մեր հետազոտությունները ցույց տվեցին, որ մեր հայկական ամենաաղի ուտելիքը բաստուրման եւ սուջուխն է, որովհետեւ շատ մեծ քանակությամբ աղ են պարունակում եւ այս առումով եւս մենք որպես հասարակություն եւ այդ հանրային իրազեկումը, որը որ անում ենք մարդկանց, գիտեք, մարդկանց մոտ միանգամից հատկապես հայ հասարակության մոտ այդ խնդիրը կա։ Մենք սկզբում սիրում ենք ամեն ինչ մերժել։ Մենք ունենք այդ խնդիրը։ Այ ես հիշում եմ, երբ դեռ տարիներ առաջ գործադիրում էի աշխատում, ինչքան բուրըն եւ մարդկանց կողմից դժգոհություններ էր, կհիշեք այդ ռեֆորմների հետ կապված ԱՊԱ-ի, պարտադիր ապահովագրության։ Բայց հիմա տեսնում եք Երևանում արդեն դադարել են այդ վեճերը, կռիվները, իրար վրա մարդ վերելը, ովումից ավելի ստանում ենք, այո, բայց հիմա տեսնում եք, թե այդ ռեֆորմը իսկապես արդեն տեսանելի բառիս բուն իմաստով, որտեղ մենք նաև այդ մշակութային փոփոխությունն ենք տեսնում, որ փոքր վթարների դեպքում մարդիկ անգամ ոստիկանություն չեն կանչում եւ սա էլ է շատ կարեւոր, որ մենք հասկանանք, որ ընդհանրապես այն մարդիկ, որոնք որ ներգրաված են այս process-ում, չպետք է վախենան եւ ինչպես ասեմ, չպետք է կոտրվեն։ Մենք օրինակ սոցիոլոգ ունենք մեր խմբում, որ աշխատում է եւ ամեն անգամ ես հետեւում եմ, թե ինքը ինչպես է արձագանքում այդ վատ մեկնաբանություններին եւ ես ինչպես եմ արձագանքում, գուցե նաեւ տարիների փորձի հետ է կապված եւ ես միշտ ամեն անգամ խնդրում եմ բոլորին, քանի որ ես երբևիցե որևէ մեկնաբանության չեմ պատասխանում։ Դա ի սկզբանե ինձ սովորեցրել են, որ ընդհանրապես ինչպես ասում են, հա, ծովը մտնողը չպետք է թրջվելուց վախենա, ես չեմ պատասխանում։ Անկախ նրանից մարդը սխալ մեկնաբանություն է գրում, ճիշտ մեկնաբանություն, լավ թե վատ, ես չեմ պատասխանում որևէ մեկնաբանություն, որտեղ դա չեմ համարում իմ գործառույթ։ Բայց այս առումով եւս մեր սոցիոլոգ օրինակ երբ քննարկումներ ենք ունենում, ասում եմ ժողովուրդ ջան, դուք պետք է հասկանաք, որ ես չունեմ այդ խնդիրը, որ պետք է մենք գնանք պարտադրանքի ինստիտուտով։ Եվ դա ամենավատ ինստիտուտն է, պարտադրանքի ինստիտուտը։ Ես այս նույն միտքը հայտնել եմ նաև առողջապահության նախարարությունում։ Ինչու՞, որովհետև եթե ես մտել եմ հանրային սննդի վայր եւ նույն բարեփոխումների հետ կապված ես ինչու էի ասում, որ ընդհանրապես ցանկացած երկրում, որտեղ կա ռիսկի եւ օգուտի գնահատում, դու չես կարող Հայաստանի նման երկրում ասես բարեփոխում անում ենք հանրային սննդի կետից հանելով։ Ինչու՞։ Դե հանրային սննդի կետերից ոչ բոլորն են օգտվում, այսինքն դու գործ ունես հանրային մի միջոցառման հետ, որը որ լայն ծածկույթ չունի, հա։ Մենք այդպես ենք ասում, այդ ինտերվենցիա է, որը բոլորի վրա չի տարածվում։ Երկրորդ, ես ամեն օր հանրային սննդի կետ չեմ գնում, բայց ամեն օր բոլորս ուտում ենք հաց։ Այսինքն, եթե քո նպատակը հանրային առողջապահական ռեֆորմն է, դու պիտի մարդկանց բացատրես, որ աղի հաց շատ օգտագործելով դուք ստանալու եք աղի շատ քանակություն։ Վայրից եւ կապ չունի։ Վերադառնալով ամենասկզբի հարցից եւ այս ամենից այդ խառը ուտելիքներից հետո ինչ ձևաչափ կա կամ սնվելու կամ ինչ ուտեստներ կան, որոնք կօգնեն, որ մարդիկ ավելի թեթևացնեն իրենց օրգանիզմը։ Տեսեք։ Եվ ամենակարևորը հավելում անեմ Արմինեի հարցին, քանի որ ժամանակը մեր սպառվում է եւ այս հարցերը նորանոր անընդհատ ավելանում են, թեման անսպառ է։ Եվ ինչպես օրգանիզմը արագ վերականգնել եւ խումարից ինչպես դուրս գալ, կա մի շատ կարճ գրագետ միջոց, որ կարելի է խմել, ուտել եւ դուրս գալ։ Եվ երկրորդ այսպես բլիթ հարցի վերածվեց, այսօր հունվարի 10-ն է, որ մթերքները միանշանակ դուրս նետել, աղբը գցել եւ վերջ։ Տեսեք, այն կանոնները, որը որ մենք պետք է պահպանենք ամեն օր, սա շատ կարևոր է։ Իդեպ ասեմ, տոնական օրերին եւս կարող ենք պահպանել, որտեղ իդեալական հնարավորություն է տալիս տոնական սեղանը նաեւ նույն առողջ ափսեի տրամաբանությամբ սնվելու համար։ Տեսեք, հիմա ասելու եմ շատ կարևոր կանոններ, որոնք մարդու սննդակարգում պետք է լինեն ամեն օր եւ կտեսնեք, որ տոնական սեղանը եւս շատ հարմար առիթ է։ Միրգը պետք է օգտագործենք ամեն օր։ Բնական է բոլորս շատ միրգ ենք առել, շատ միրգ ենք պահեստավորել եւ կարող ենք հանգիստ այդ բոլոր մրգերը օգտագործել։ Բայց ուտելուց ոչ անմիջապես հետո։ Տեսեք, ընդհանրապես մրգերի հետ կապված, այդ ժամերի հետ կապված այդ տեղեկատվությունները որևէ գիտական հենք չունեն։ Դրանք բլոգերային, մակարդակի, միֆային հետազոտություններ։ Կարևորը չափից դժգոհությունն է։ Օրական մենք պետք է օգտագործենք 200 գրամ միրգ։ Այսինքն, եթե օրինակ տանը ունենք 4 կամ 5 հոգանոց ընտանիք, մենք պետք է օրական 1 կիլոգրամ միրգ օգտագործենք։ Փառք Աստծո, այդ մրգերը դեռ մնացել է, մեծ սիրով օգտագործում ենք այդ բոլոր մրգերը։
երկրորդ ամենակարևոր բանը, որ մարդու սննդակարգում միրգը եւ բանջարեղենը պետք է լինեն ամեն օր։ Ինչու եմ սա նշում, որտեղ անցած տարվա մեր հետազոտությունները եւս ցույց տվեցին, որ մարդիկ չեն համարում, որ միրգը մարդու սննդակարգում պարտադիր է ամեն օր։ Բազմաթիվ մարդիկ կարծում են, որ միրգը դեսերտային ուտելիք է։ Դա բացարձակապես իրականությանը չի համապատասխանում, որովհետև մրգի սպառումը նպաստում է նաև սիրտանոթային համակարգի հիվանդությունների կանխարգելմանը։ Այսինքն մենք ոչ թե միրգը ուտում ենք, հա, որովհետև համեղ է, այլ մենք պետք է օգտագործենք միրգը եւ մեր անձնական, սա էլ է շատ կարեւոր։ Մենք մարդիկ բոլորս պետք է հասկանանք, որ մենք անձ ենք, բայց մենք ունենք նաև հանրային առողջապահական խնդիրներ, այսինքն տանը ունենք ծնողներ, բոլորս արդեն տեսնում ենք, չէ, հատկապես մեր միջին տարիքի սերունդը ամեն օր զգում է, թե օրինակ մեծ տարիքում որոնք են այն հիվանդությունները, որոնք որ գերակշռում են։ Եվ ակնհայտ է, չէ, որ այդ բոլոր հիվանդությունները պայմանավորված են նաև սննդակարգով։ Բոլորս տեսնում ենք սիրտանոթային համակարգի հիվանդություններ, ճարպակալում, շաքարային դիաբետ, անկախ նրանից դա հիվանդության գործոն է, թե առաջնային պատճառ, միևնույն է մենք պետք է հետևենք։ Այսինքն մենք պետք է սննդակարգում պարտադիր ունենանք միրգը, բանջարեղենը։ Հետո պետք է ունենանք հատիկ եղենը, հա? Սա ինչու եմ նշում, որովհետև օրինակ նույն մրգի բանջարեղենի հետ կապված մենք ամռանը լի օգտագործում ենք, գալիս է ձմռանը, ես դա ասում եմ մեր հետազոտությունների արդյունքներով։ Մոտ 75%-ը Հայաստանում եւ Երևանում ամռան ընթացքում ունի նորմայից բարձր մրգի եւ բանջարեղենի սպառում։ Ձմռանը ունի 2 անգամ պակաս եւ բացարձակապես իրականությանը չի համապատասխանում այն մեկնաբանությունները տղա ջան, այդ որ դու տենց խոսում ես գները տեսել ես, մեզ մոտ հիմա ամռանն էլ է շատ թանկ միրգը եւ բանջարեղենը, ի տարբերություն նախկին, հա, երբ ամռանը ունեինք շատ մատչելի եւ ձմռանը թանկ մրգեր, բայց մենք երբևիցե որևէ մեկը ինձնից լսած կա, որ ես կոնկրետ մատնանշեմ որևէ միրգ կամ որևէ բանջարեղեն, կաղամբնել է բանջարեղեն եւ շատ օգտակար, խանութ մտել եմ մի քանի օր առաջ շատ մատչելի էր, գազարնել է բանջարեղեն։ Այսինքն նաև այս առումով մենք պետք է հասկանանք, որ սրանք մեր սննդակարգում պարտադիր են։ Բլից հարցին անդրադառնալու համար բոլոր եփված կենթանական ծագում ունեցող ուտելիքները եւ ամենակարևորը, եթե ունեք աղցաններ պահպանած, արդեն ժամանակն է, որ տակ չգիտեմ, ում ուզում եք տվեք, ոչ մարդկանց, ոչ ձեր թշնամիներին, բայց արդեն տանից դուրս հանելու ժամանակն է։ Ավելին ասեմ, այդ առումով եւս շատ կարեւոր է, որ սառցախցիկների ի սկզբանե պետք է ճիշտ պահեստավորած լինեիք, որովհետեւ շատ սխալ է սառցախցիկից հանել, հետ հալեցնել, նորից տեղադրել։ Եթե արդեն մի քանի անգամ հետ հալեցում եք իրականացրել, ես դες հավաստիացնում եմ, որ այդ մթերքները եւս պետք է դեն նետել եւ հաշվի առնելով, որ հաջորդ տարի եւս ունենալու ենք նույն խնդիրը, հիմա բարեբախտաբար շատ հարմար փոքրիկ տարաներ կան, փոքրիկ զիպ տոպրակներ կան, եթե սառցախցիկ եք տեղադրելու, սառցախցիկում միշտ ունեցեք չափաբաժիններով տեղադրում, որպեսզի հետագայում կարողանաք հետ հալեցնել մեկ չափաբաժին։ Եվ ինչպես խումարից դուրս չեք պատասխանում։ Տեսեք, մյուս ամենակարևոր բանը դա արդեն անցնել առողջ ապրելակերպի։ Ինչի առողջ ապրելակերպի, որովհետև այստեղ եւս առողջ ապրելակերպի համար այդ մեր սխալ մոտեցումները, որ թանկարժեք մարզասրահներ են պետք, հա, դրանք բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում։ Բնականաբար արդեն մեր օրգանիզմը պետք է հեղուկներ օգտագործի, թեյ կարող ենք օգտագործել, սուրճ կարող ենք օգտագործել, դրսում արդեն շատ լավ եղանակ է, ես օրինակ բավականին երկար նոր զբոսնեցի եւ արտակարգ եղանակ էր եւ այս օրերին եւս կարող ենք զբոսնել, քայլել, բան գալ, այսինքն բացարձակապես պարտադիր չի, հա, թանկարժեք մարզասրահներ գնալ եւ ամենակարևոր բանը, որը որ ուզում եի նշել, արդեն աստիճանական անցնել նորմալ կենսակերպի, ինչու որովհետեւ մեզ մոտ տոնական օրերը տարուց հատկապես կախված երկար են տևում։ Իսկ դեկտեմբերի 31-ից առաջ նաև բնական է, հա, ինչ որ տարբեր կորպորատիվներ ստացվում է 10 մարտիկ կա 14 օր, նաև այդ ալկոհոլի ազդեցության տակ են։ Ավելի կիտրոնաջուրը օգնում է։ Տեսեք, ընդհանրապես կիտրոնը շատ օգտակար է եւ օրինակի համար կարող եք նաեւ մրգային թեյեր օգտագործել, հատկապես նրանք, ովքեր որ միզամուղ ազդեցություն ունեն, բայց այստեղ էլ բազմաթիվ մարդիկ ճնշման խնդիր ունեն։ Տաք թեյերն են օգտակար, թե սառը խմիչքները։ Դե հաշվի առնելով ընդհանրապես, որ հիմա ձմեռային ամիսներ են, սառը խմիչքները չեմ կարծում, որ ձմռան ամիսներին խումարից դուրս գալու համար։ Տեսեք, էական տարբերություն չկա, այստեղ եւս, հա, ինչ ջերմաստիճանի ենք օգտագործում եւ ամենակարևոր
բանը մեր օրգանիզմը պետք է բնականաբար ջրի նաև միջոցով, սա շատ կարևոր է, մենք ասում ենք ջուր եւ հեղուկներ։ Ինչու եմ սա եւս նշում, որովհետեւ ձմռանը, որ մարդկանց մոտ ծարավի զգացողությունը այնքան չէ, որքան ամռանը, այստեղ եւս ունենք օրական մեզ անհրաժեշտ ջրից ավելի պակաս քանակություն։ Պետք է եւս մեկ անգամ հիշեցնենք բոլորին, որ մենք պետք է օրական օգտագործենք 2-ից 2.5 լիտր ջուր, որը որ մենք ձմռանը չենք օգտագործում, սա էլ է շատ կարևոր։ Եթե կարող ենք ջրի միջոցով ստանալ, դա կլինի լավագույն տարբերակը, եթե ոչ, արդեն թեյերի, հեղուկների, բոլոր թուրմերի եղանակով, հատկապես եթե օրինակ տոնական օրերին մի փոքր էլ քաշ եք ավելացնել, օրինակ կարող եք օգտագործել նաև օրինակի համար կոճապղպեղ։ Հավերժ կարելի է խոսել այս թեմայով մանավանդ քեզ հետ, բայց մեր ժամանակը արդեն սպառվել է եւ շնորհակալ ենք լավ խորհուրդների համար։ Հուսով ենք հեռուստադիտողը եւս կլսի եւ կօգտագործի խորհուրդները։ Զրույցն ավարտենք, ինչպես նաեւ դուք էլ սիրելի հեռուստադիտողներ արդեն փակեք ամանորյա սեղանները, այդ սառցախցիկի դռները, սառնանի դռները, իհարկե ոչ հավերժ բացում ենք, բայց արդեն լիցքավորած սառնարանը առողջ սննդամթերքով։ Բարև երկիրը թարմ ուժերով շարունակում է իր ընթացքը, մնացեք մեզ հետ։